Նախկին Էդմոն Մարուքյանին։ Նախկին մեր Էդմոն Մարուքյանին։ Ձեր նախկին Էդմոն Մարուքյանին եւ արդեն ստորագրություններ կան, իրանք 2 ստորագրություն դրել են, աշխատասենյակում դրած է եւ ասում են, որ թողքմբարձությունների պատգամավորները կան ստորագրեն, քննարկվելու է առհասարակ այս հարցը, ինչ դիրքորոշում կա։ 2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ process-ների ականատես ենք լինում եւ անկեղծ ասած լուրջ չենք վերաբերվում, որովհետեւ մենք լուրջ վերաբերվում ենք միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնին։ Իսկ ձեր նշած երկու քաղաքացիները որևիցե ժողովրդական զանգված չեն ներկայացնում, նրանք քաղաքացիական պայմանագրի կուսակցության շնորհիվ քաղաքացիական պայմանագրի ղեկավարի շնորհիվ հայտնվել են ազգային ժողովում եւ այն մարդիկ, ովքեր որ իրենց ձայն են տվել դրա համար վստահ եմ հաջորդ անգամ ձայն չեն տալու եւ նման process-ին որևիցե ձևով չենք վերաբերվում, չենք քննարկում, մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ եւ դրանով սահմանափակվում է մեր քննարկումը դրա շուրջ։ Այսինքն կան Փաշին փոխարեններ մեկ այլ տեխնացու այլ կերպ կվերաբերվեիք։ Եթե Աղազարյանն ու Ասլանյանը առաջարկեն։ Չէ, եթե դե գիտեք ինչ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մեկ տեխնացու եւ այլ քննարկումներ ոչ ունենում է, ոչ դրա մասին խոսում է, ոչ էլ մնացածի ներքին խժդժությունների, ներքին պայքարների, իրար զանգելու, հեռախոսին չպատասխանելու, զանգի սպասելու հարցերին չի անդրադառնում եւ չի քննարկում։